Խելքի բլից։ Ողջույն ձեր էկրաններին, մեկնարկում է Խելքի բլիցը։ Այսօր էլ անհավանական սուր հիշողությամբ եւ քամու արագությամբ մեր մասնակիցները փորձելու են խաղալ եւ հաղթել, ապացուցելու, որ ուր էր ChatGPT-ին, երբ մենք այսպիսի խաղեր էինք խաղում։ Ծանոթանանք մեր մասնակիցների հետ։ Կարեն Մնացականյան, 28 տարեկան, խելացիր ինտելեկտուալ շարժման հիմնադիր, ինչպես ինքն է ասում, 15 տարվա փորձով գիտակ, երիտասարդական ինտելեկտուալ խաղերի վերջին մոհիկոնը։ Մասնակցել է ամենախելացի ինչ որտեղ երբ նախագծերին, ցուցաբերել է անհավանական արդյունքներ եւ ինչպես ինքն է ասում, ունի չափից շատ հոբիներ մեկ մարդու համար, ինչի պատճառով էլ երբեմն տառապում է։ Տեսնենք թե այսօր ինչ խնդիրներ ունես եւ ինչով ես տառապում։ Գլխավոր խնդիրը միշտ լինելու է ընտրել, թե այս 20 հետաքրքիր թեմաներից որ մեկով ենք խաղալու։ Ինձ մնար բոլոր 20-ով էլ կխաղանք հենց այսօր, բայց կարծես թե 4 կամ 5 թեմա ենք ընտրելու եւ դրա շրջանակներում այսօր կխաղանք եւ ֆանտաստիկ լավ խաղ ունենանք։ Բրավո, ոնց ես տրամադրված այդքան շատ ինտելեկտուալ խաղերի մասնակից, կազմակերպիչ լինելուց հետո։ Պետք է պատասխանել բոլոր հարցերին, ուղղակի բոլորին։ Շատ լավ, ծանոթանանք մյուս մասնակցի հետ։ Անժելի Մխիթարյան, 25 տարեկան։ Մասնագիտությամբ արվեստաբան, սիրում է լուսանկարվել, բույսեր պահել եւ անիմե նայել։ Իսկ ինտելեկտուալ խաղեր սիրում ես։ Դրա հետ կապված ընդհանրապես փորձ չունեմ, որ ասեմ սիրում եմ, թե չէ, այսօրվանից հետո պարզ կլինի։ Իսկ ոնց ես տրամադրված։ Հասկացա։ Ինչ ես կարծում, այստեղ ուժերի հավասարակշռության առումով ինչ դիրք ես գրավելու, հաշվի առնելով, որ նաև մրցակցիդ ես ճանաչում։ Չէ, իրականում նաև տրամադրված եմ մրցակցից ճանաչելու։ Չես ճանաչում։ Համարյա, մենք շատ նորաթուխ ծանոթներ ենք, քվիզի ժամանակ ենք ծանոթացել, անիմեների քվիզի հետ կապված, անիմեների սիրահարներ եք երկուստ էլ, հասկանալի է։ Նարուտո։ Շատ լավ, կարծում եմ պետք է արդեն անցնել մեր ընդհանուր խաղին, բացատրեմ խաղի կանոնները, մենք ունենալու ենք 3 փուլ, առաջին փուլը սկսելու համար պետք է հնչեցնեմ 1 տրամաբանական հարց, եւ ով առաջինը կռահեց հարցի պատասխանը եւ արագ պատասխանեց, նա էլ կընտրի ոլորտը։ Առաջին փուլում լինելու են 10 հարց, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար ստանալու եք 1 միավոր, պետք է արագ սեղմել այդ կապույտ կոճակը եւ պատասխանել։ Այստեղ կարող եք մոռանալ, որ դուք նորաթուխ ծանոթներ եք եւ խաղաք ինչպես իսկական մրցակիցներ։ Պատրաստ եք հնչեցնեմ տրամաբանական հարցը։ Գնացինք։ Այո։ Ուշադրություն։ Ամերիկյան գրող Քրիտո Մորլիի կարծիքով ինչն է հորինել այն կինը, ում ճակատը հաճախ համբուրում էին։ Շրթներկ։ Ոչ, դու արդեն չունես պատասխանելու հնարավորություն, այնպես որ Կարեն քո հերթն է։ Գլխաշոր։ Չգիտեմ, ամուսնական։ Գլխաշոր, ամուսնական, դա ո՞րն է։ Օրինակ որ չհամբուրի ամուսնության արարողության ժամանակ, այլ շորով փակ լինի, միայն շուրթերը բաց լինեն, ավելի ռոմանտիկ է։ Ոչ, ավելի կրեատիվ էր պետք լինել բարձրակրունկ կոշիկները, որպեսզի տղամարդիկ չհասնեն նրա ճակատին, այո, որպեսզի հասկանանք ով է ընտրելու առաջին փուլի ոլորտը, չինգաչունգ ենք անելու։ Երկուսից առանց վերջնա։ Մեկից։ Հաղթում ես դու Անժելի։ Դե ինչ։ Լավ, եկեք Դիսնեյ ընտրենք։ Նայում ես Դիսնեյի ֆիլմերը, մուլտֆիլմերը։ Չէ, բայց փոքրուց դիսկերով մեծ բազա պաշար։ Գիտակ ես։ Չէ, բայց հա։ Վերջացրու։ Գիտակ նշանակում է իմանալ ամեն ինչ, այսինքն առնվազն Դե 100 մուլտֆիլմ տարվա փորձով գիտեմ։ գիտակ ես։ Միանշանակ 100 մուլտֆիլմ գիտեմ, բայց վերջին տարիներին մի քիչ տենց չունեմ փոքր ոչ ես երեխա ունեմ, ոչ փոքր քույր եղբայր ունեմ, դրա համար միայն հենց իմ խելացիր ինտելեկտուալ զարգացման կենտրոնի սաներն են, որ իրենք են պատմում։ Սահուն կերպով գովազդա։ Մենակ իրենք են, իսկ նոր մուլտֆիլմների մասին պատմում, տեսնենք ինչքանով է քեզ կօգնի։ Չէ, մենք հավասար ենք, նորերը ես էլ չեմ նայել։ Դե գնացինք։ Տեսնենք թե ինչ հարցեր են լինելու։ Սկսում ենք առաջին փուլը, թեման է Դիսնեյ։ Պատրաստ եք։ Ուշադրություն։ Որ մուլտֆիլմում է հերոսուհին ճանապարհորդում օվկիանոսով ընտանիքին գտնելու եւ օգնելու նպատակով։ Անժելի։ Մոանա։ Ճիշտ է։ Բրավո։ Որ կարմիր վարսերով հերոսուհին է սիրահարվում արքայազն Էրիկին։ Ասա։ Արիել։ Ճիշտ է։ Դիսնեյի որ հերոսուհու մազերն ունեն կախարդական բուժիկ չհատկություն։ Ռապունզել։ Ճիշտ է, բրավո։ Որ Դիսնեյի հերոսուհին էր Ալադինի սիրելին։
Ժասմին։ Ճիշտ է։ Եթե չզիջը։ Շատ Ճիշտ արագ է, ես։ սկսել խնդրում եմ, շարունակիր նույն ոգով։ Որ մուլտֆիլմում է հերոսը սիրո միջոցով վերափոխվում գազանից մարդու։ Գեղեցկուհին եւ հրաշը։ Ճիշտ է։ Որ դիսնեյական հերոսուհին է կարողանում կառավարել ձմեռը։ Առաջինը դու ես սեղմել Կարեն։ Frozen-ի Էլզան։ Այո, ճիշտ է, Ճիշտ բրավո, է մեկ անունը։ միավոր վաստակեցիր։ Որ հերոսի լավագույն ընկերներն են Դոնալդ Դաքը եւ Գուֆին։ Կարեն։ Mickey Mouse։ Ճիշտ է, Անժելի Միզիչիր։ Ով է Միկի Մաուսի ընտանիշունը։ Գուֆի։ Անժելի։ Ոչ։ Կարեն։ Մեր արդեն վերջին 9-րդ մոլորականը, որը ոչնչացել է, դա Պլուտոն է։ Ոչ թե Այո։ Պլուտոնը, այլ Պլուտոն։ Այո, ճիշտ պատասխան։ Ով է Դիսնեյի այն հերոսը, որն ունի մեծ ականջներ եւ կարողանում է թռչել։ Կարենն է սեղմել։ Չէ, մի քիչ արագ էր։ Անժելին է սեղմել։ Ջամբո։ Ոչ։ Փիղը Կարեն։ Դամբուլ։ Ճիշտ է, բրավո Կարեն։ Եվ վերջին հարցը ուշադիր Դիսնեյի որ հերոսուհին է որոշում գնալ կռիվ իր հոր փոխարեն։ Անժելի։ Ճիշտ է, Իմ բրավո, սիրելի մուլտը։ բրավո, իսկապես շատ լավ ոլորտ ընտրեցիր եւ դու ես ակտիվ եւ կեսից իհարկե Կարենը, գոհեք։ Այո։ Դե հաշվի առնելով քո փորձը Ինձ ջախջախեցին բարձր։ պետքա դու 10-ից 10 պատասխանես։ Իսկ դու Անժելի։ Ես մտածում եմ մի քիչ ավելի դժվար է լինելու։ Բայց փաստորեն ամեն ինչ հիշում էր գրեթե։ Չէ, ամեն ինչ հիշում էի։ Հա, ուղղակի Կարենը քեզ ճնշում էր հոգեպես։ Հասկացան Կարեն։ Ամփոփենք առաջին փուլի արդյունքները։ 6 միավոր վաստակում է Անժելի եւ 4 միավոր Կարենը, վատ չէ, 2 միավոր տարբերությամբ, բայց եթե ուզում եք հաղթել, պետք է շատ ավելի ուշադիր լինել երկրորդ փուլում։ Երկրորդ փուլում եւս ոլորտն ընտրելու է այն մասնակիցը, դուք այստեղ կռիվների մեջ եք, հասկացա։ Դու ես ընտրելու ոլորտը երկրորդ փուլում Անժելի, այնպես որ քանի որ նա վաստակել է ավելի շատ միավորներ։ Կարեն, ինչ կուզեիր որ ընտրեր Անժելին։ Գիտեմ ինչ չի ուզի որ ընտրի։ Հələ։ Չէ, մի ասա, թույլ կողմերը ինչ ես բացահայտում։ Կարեն ջան, փորձառու մարդ ես ինտելեկտուալ խաղերի։ Եկեք ֆիլմեր ընտրենք։ Ֆիլմեր շատ ես նայում։ Բացարձակ ոչ։ Սկսում ենք երկրորդ փուլը, ոլորտն է ֆիլմեր։ Ով է Տիտանիկ ֆիլմի ռեժիսորը։ Ջեյմս Քեմերոն։ Ճիշտ է։ Ավատար ֆիլմի քանի մաս կա արդեն թողարկված։ Կարենն է սեղմել, այնպես որ պետքա դու սխալ պատասխանեցիր, դու 3։ ճիշտ է։ Այս նորը արդեն հելել է։ Արդեն թողարկված, այո, մենք արդեն հասցրել ենք նայել անգամ։ Այո, ես մաքսիմալ չեմ սիրում այդ ամեն ինչը։ Դե լավ, ուշադիր։ Ինչպես է կոչվում Քրիստոֆեր Նոլանի ֆիլմը, որը պատմում է միջաստղային ճանապարհորդությունների մասին, Կարեն։ Իմ ամենաատելի պապսա ֆիլմերից մեկը ատում եմ 2014 թվականին դուրս եկել Interstellar։ Պսևդոգիտական, ես ֆիզիկոս եմ։ Իրական ֆիզիկայի համար այնտեղ քվանտային սկաչոկներ եւ այլն, այդ դա всё такое։ Այդ ֆիլմը սիրող մարդիկ քեզ Մենք բազմաթիվ ընդհանուր ծանոթներ ունենք այդ ֆիլմը սիրող։ Այո, ես գիտեմ նրան։ Ինչ է Ակվամենի անունը ֆիլմում, Կարեն։ Դες։ Դերասանինը գիտեմ որ դե Ջեյմս Ֆիլմում։ Ֆիլմում չեմ ասի։ Չգիտի։ Դե Չգիտես։ Ասա Անժելիկա։ Չեմ հիշում։ Արթուր։ Really? Okay։ Ալիսան հրաշքների աշխարհում ֆիլմում, բայց հարցը գիտես։ Չէ, բայց սիրած։ Ով է Անխել գլխարկագործի դերակատարը։ Ջոնի Դեփ։ Ճիշտ է, բրավո։ Ինչպես է կոչվում Մատանիների տիրակալը երրորդ ֆիլմի ենթավերնագիրը։ Կարեն։ Մի րոպե։ Возвращение короля։ Այո, թագավորի վերադարձը, ճիշտ է։ Ով է հրաշքինը ֆիլմի գլխավոր դերակատարը։ Կարեն։ The Pretty Woman walking down the street, Pretty Woman։ Ոչ թե Pretty Woman, այլ Գլխավոր դերակատարը Wonder Woman։ Ջուլիա Ռոբերտս։ Ոչ։ Wonder Woman-ը, значит, Գալ Գադոտ։ Այո, ճիշտ է։ Ես ընդունում եմ այդ պատասխանը, որովհետև սխալ է ինձ թվում է լսել։ Ինչպես է կոչվում այն ֆիլմը, որտեղ Բրեդ Փիթի դերակատարը ավտոարշավորդ էր։ Անժելիկա։ Մի ֆիլմի անունը։ 60 տրասը։ Ոչ։ Հենց ուղղակի Ջեյմս մի րոպե չէ, թազա Ֆորմուլա 1-ի ֆիլմն է։ Այո, ճիշտ է։ Ով է 1976 թվականին նկարահանված Ռոքի ֆիլմի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը։ Կարեն։ Հենց ինքը, մեր սիրելի ֆիլադելֆիացի Սիլվեստր Ստալոնեն։ Այո, ճիշտ է։ Ինչ անուն ունի Սև հովաս ֆիլմում պատկերված աֆրիկյան հորինված երկիրը։ Կարեն։
Wakanda Ճիշտ է, forever։ բրավո, իսկապես բրավո։ Անժելիկա, լսում ենք քո տխրության մասին։ Չէ, ես տխուր չեմ։ Բայց էլի պատասխանեցիր, կային հարցեր, չէ՞։ Մի հատիկ հարցին թվում։ Մի հատիկ է, Մի հատիկ էր ափսոս։ Բայց հիշում էիր մնացածը թե Կարենը էլի ճնշում էր։ Չէ, ճնշումը կապ չունի, ուղղակի այդ ֆիլմերից այդքան ուժեղ չեմ։ Հասկացա։ Կարեն գոհ ես քեզնից։ Դե ֆիլմեր էին էլի։ Նայ, հա, ասում էր չեմ նայում, տես բոլոր ֆիլմերը գիտի։ Չնայելն ու չիմանալը տարբեր է։ Շատ լավ։ Ամփոփենք երկրորդ փուլի արդյունքները։ 7 միավոր վաստակում է Կարենը եւ 2 միավոր վաստակում է Անժելիկան։ Փաստորեն 2 միավոր վաստակեցին, այնպես որ չգիտեմ ինչ ասեմ քեզ։ Տեսնենք երրորդ փուլում ինչա լինելու։ Այո, տես արդեն դու ես հույս տալիս, այնպես որ շատ լավ է։ Երրորդ փուլում արդեն պայքարը թեժանալու է, որովհետև մրցելու ենք առանձին։ Դու ընտրելու ես Կարենի համար ոլորտ եւ Կարենը քեզ համար։ Այստեղ կարող եք միմյանցից մի լավ կարգին վրեժ լուծել։ Մինչ հանցնենք վրեժին, ես կցանկանայի ձեր հաղորդմանը իմ կողմից այս նվերը Կաշառում են փոխանցել։ երրորդ փուլին ընթառաջ։ Եվ իհարկե կաշառքի Շնորհակալ տեսքով եմ։ Խելքի Բլից Կոնֆուցիոս ամենաառաջին խելացի մարդկանցից, ով կասեցրել է արշավանքները Բլից դեպի Չինաստանը, կրթել է մի ամբողջ երկիր, որը այսօր Լավ, Կարեն, ես քո հաղորդումը չի սպասի։ Մերսի։ Շնորհակալ եմ շատ նվերի համար, ես անպայման այս գիրքը կկարդամ, իսկ հիմա անցնում ենք երրորդ փուլին, ընտրեք միմյանց համար ոլորտներ։ Առաջին ով է ընտրում։ Ով ուզում է։ Անժելիկա ընտրիր։ Ավորը կուզեիր։ Յո, մենք բան ենք պայմանավորվել։ Ես բարի եմ տորմով։ Որը ուզում ես։ Անժելիկա, ախր տես, դու քիչ միավորներ ունես։ Հա, ոչինչ։ Ինչ բարիության մասին է խոսքը։ Ֆանտաստիկ բարի մարդ է։ Ես Հիմա պետք չի, խաղի ընթացքում խնդրում եմ։ Լավ։ Դրթում եմ վատ բաների։ Ող դու օց։ Հա։ Լավ, եկեք Կարենի համար ընտրենք ազդեցիկ կանայք։ Օ։ Ինչ կասես Կարեն։ Իրականում ես սեղանի խաղալ ունեմ գրած աշխարհի պատմության տենց ազդեցիկ մարդկանց մասին։ Մի խոսքով հասկացանք դու կրելու ես։ Դե միանշանակ այդ Կարենի ոլորտն է։ Լավ, Կարեն, դու ինչ ոլորտ կընտրես Անժելիկայի համար։ Եկեք փորձենք գնանք դիցաբանություն Օ։ եւ հին աստվածները գուցե։ Ծանոթ ես ոլորտին։ Քիչ էլի այն ամենասկզում որ դուք հաղորդումը բացեցիք ու ներկայացնում եք ամենասուր հիշողությամբ մարդկանց ես այդ պահին մտածում էի Կարենի մասին։ Բայց տեսնենք, չէ, իրականում ժամանակին հետաքրքրվել եմ հունական, եգիպտական, թեթև ճապոնական մի քիչ, հայկականի մասին կարդացել եմ, բայց բացարձակ չեմ հիշում։ Տեսնենք ինչ Այնպես որ տեսնենք, այո։ Դե ինչ սկսում ենք երրորդ փուլը, խաղը սկսում ենք ում հետ սկսենք։ Անժելիկայի հետ։ Գնացինք։ Կարենին թողնում եմ վերջինն, չալաղաճ կտորը, իրանով ավարտենք։ Այստեղ արդեն կարող ես չսեղմել այդ կապույտ կոճակը, որովհետև միայն դու ես մրցելու եւ պետք է արագ պատասխանել։ Աբսուրդ։ Սիրել էիր դա։ Հո։ Լավ, կնվիրենք քեզ վերջում։ Ուշադրություն։ Ով է հունական դիցաբանության մեջ համարվել իմաստության ու ռազմարվեստի աստվածուհին։ Մի հուշիր։ Այո, չէ, լսեցի ինչ որ ասաց, եկեք այս հարցը Ինչ օզնիվ ես, խնդրում եմ։ Կարող էիր ասել գիտեմ։ Չէ։ Դե լավ ասա։ Չէ։ Սխալ մարդու ես բերել։ Աթենան էր ճիշտ պատասխանը։ Դու ինչ սխալ էիր հուշում։ Հայրենա։ Հասկացանք նաև քո լեզվական ընդունակությունները։ Աթենաս պալասը հայրեն։ Լավ, կատակը մի կողմ, շատ լավ։ Անցնում ենք մյուս հարցին։ Հինդու որ աստվածն է համարվում տիեզերքի ստեղծողը։ Չհուշել Կարեն։ Զևսը չի։ Պատասխան։ Չունենք պատասխան։ Քրոնոս։ Ոչ, բրահմա։ Հին հռոմեական որ աստվածն է պատերազմների ու կռվի աստվածը։ Արես։ Ոչ, Մարս։ Վիկինգյան որ աստվածն է երկնքի ու ամպրոպի աստվածը։ Տոր։ Այո, Թոր, ճիշտ է։ Հունական որ աստվածն է համարվել ծովերի տիրակալը։ Պոսեյդոն։ Ճիշտ է։ Հին եգիպտական դիցաբանության մեջ ով է եղել արևի աստվածը։ Սեթ։ Ոչ, Ռավ։ Հին հունական որ աստվածուհին է համարվել սիրո եւ գեղեցկության դիցուհին։ Աֆինա։ Տես, ոչ։ Վերևում այդ հարցը կար, դու չպատասխանեցիր։ Աֆրոդիտե։ Ճիշտ է։ Որ հունական աստվածուհին է եղել որսի եւ անտառների պաշտպանը։
Ոյ, շատ աբիդնիա, որ ես մեկը չեմ հիշում, որովհետև ես իրա քանդակն էի արել ժամանակին կոմպոզիցիայի տեսքով, բայց չեմ հիշում։ Բայց Արտեմիս։ Հա։ Ինչի աստվածն է եղել Դիոնիսոսը հին հունական դիցաբանության մեջ։ Առատության Գինու եւ տոնախմբությունների։ Որ աստվածուհին է եղել Զևսի կինն ու ամուսնության պաշտպանը։ Գերա։ Այո, Հերա, ճիշտ է։ Տպավորությունները։ Ո՞տ։ Չէ, իրականում միևնույնն է հետաքրքիր է անցնում, ինչա դուր է գալիս։ Մի կողմից հիասթափված չեմ, որովհետև ես գիտեի, որ ես հիշողությունը իմ ամենաուժեղ կողմը չի։ Բայց մեկը ուրախ եմ, որ մասնակցում եմ։ Բայց ես քեզ ասեմ, հա, որ ընդհանուր գիտելիքային առումով ինչ որ բաներ կար, որ գիտեիր եւ վստահասում էիր, ինձ թվում է ինչ որ բաներ էլ մոռացել էիր կամ լարվածությունից էր գուցե Կարենի ազդեցություններ, այո։ Ամեն ինչ իր հետ։ Հասկացա, որ հարցներ, որ մոռացել էիր ու գիտեիր, որ դա պետք էր ասել։ Ռան, եգիպտականը, նայեք, հենց նոր, չէ, Արտեմիսը չէ, հենց նոր իր մասին խոսացինք, ես էլ իր անունը մոռացա։ Աստվածուհի։ Իմ անունը հիշում ես։ Աննա։ Ճիշտ է։ Վերջ, մնացածը կարևոր չի։ Աստվածներին ոչինչ մոռանանք։ Անցնենք Կարենին։ Ուй, Պատրաստ ես Կարեն։ իհարկե ոչ։ Կարեն, խնդրում եմ, 10-ից 10։ Իսկ 10 հարց ընդամենը։ Այո։ Ընդամենը դες։ Իսկ եթե արագ պատասխանեմ ավելի շատ չի լինի։ Չէ։ 3 թեմա չի լինի։ Չէ։ Ուշադրություն։ Ով է եղել առաջին կինն, ով 2 անգամ ստացել է Նոբելյան մրցանակ։ Իմ սիրելի Մարիա Սկլադովսկայի Կյուրին։ Այո, մի քիչ արագ որ դրայվ մտնի։ Հա, գնացինք։ Ճիշտ է։ Ում անունով է կոչվում այն օրագիրը, որտեղ աղջիկը նկարագրել է ֆաշիզմի Աննա ծանր Ֆրանկ։ հետևանքները, ճիշտ է։ Ով էր Պապ Թագավորի մայրը։ Էրատո։ Փառանձեմ Թագուհի։ Sorry, հայկական պատմություն։ Որ երկրում է Մայր Թերեզան ստեղծել իր բարեգործական կազմակերպությունը։ Վայ, պատմության վատագույն մարդկանցից է Մայր Թերեզան, թողնի ԱՄՆ։ Ոչ Հնդկաստան։ Հա, Կալկաթա։ Դե թեմանից մեկն է, հա։ Ով էր այն երկաթե Լեդին, ով դարձավ Մեծ Բրիտանիայի։ Մարգարետ Թետչեր։ Այո, առաջին կին վարչապետը։ Քանի տարի է Կլեոպատրան կառավարել Եգիպտոսը։ 40։ 21։ Ով էր հայտնի որպես Օրլեանի կույս։ Ժաննա Դարկ։ Ճիշտ է։ Ով է եղել աշխարհի առաջին կին տիեզերագնացը։ Մարիա Տերեշկովա։ Не Մարիա, թե Տերեշկովա։ Что Տերեշկովա։ Վալենտինա Տերեշկովա։ Ճիշտ է։ Ով է եղել Հնդկաստանի առաջին կին վարչապետը։ Ինդիրա Գանդի։ Ճիշտ է։ Եվ վերջին հարցը, ով է առաջին կինը, որ հասել է Էվերեստի գագաթ։ Դու չէ՞ր։ Անցյալի մասին ենք խոսում, ոչ թե ապագայի։ Ժամանակ Դու գիտես։ 5 4 3 Էլի Ժաննա Դարկ։ 2 1 ոչ Ջունկոտաբեյ։ Oh my god. Yes։ Կարեն, հուզված ես։ Ոչ, ընդհանրապես դժգոհ եմ ամեն ինչից, ինչ չեմ պատասխանել, իմացա նոր փաստեր։ Ընդհանուր տպավորությունների մասին 1-2 բառ եւ արդեն ամփոփենք ընդհանուր խաղը։ Ես ասամ, ինձ ամենից շատ էս ամեն մեջ դուր եկավ Աննա ջան ձեր աչքերը, երբ Ոյ որ Աստված ջան։ դուք սենց նայում եք, չէ, այդ փայլը, երբ որ հեսա ճիշտ պատասխանը կասի, այդ պահը որ սպասում եք մասնակիցը իր պատասխանը տա, մի ուրիշ ձև էր փայլում։ Մերսի շատ, Աստված իմ։ Եթե ինձ չեն վճարել, այսինքն ես իրեն չեմ վճարել։ Ինձ վճարել են, ես իրեն չէ։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ դու Կարեն, մի լավ բան էլ դու ասա։ Հասկացան գիրքը նվիրել ես։ Դե կաշառքը լավ չաշխատեց, դուք կարողացաք ինձ այոն այնպիսի հարցեր տան, որ չպատասխանեմ։ Լավն էր, որպես գոլեգա հաղորդավար, շատ լավն է, շատ դրայվով էր, հաղորդավարությունը իդեալն է, հարցերի Ինձ են եկել գնահատելու, հո չեն եկել խաղան։ Հավեսեր ընտիր մտնորդում խաղացինք, խնդացինք, հիշեցինք, հիշողությունները կերտվեցին, հաղթեց ընկերությունը եւ ես։ Հեսա կտեսնենք ով հաղթեց, որովհետեւ այ հենց հիմա ամփոփելու ենք նախ երրորդ փուլի արդյունքները եւ ապա ընդհանուր խաղը։ 6 միավոր վաստակում է Կարենը եւ 3 միավոր վաստակում է Անժելին։ Այսպիսին էր երրորդ փուլը եւ ամփոփենք ընդհանուր խաղը հասկանալու ով է այսօրվա հաղթողը։ 17 միավոր վաստակում է Կարենը եւ 11 միավոր վաստակում է Անժելին։ Դե ինչ շնորհավորում ենք Կարեն, եկել էիր, նվեր տվեցիր եւ նվեր ստանալով էլ կգնաս տուն։ Քեզ նվիրելու ենք այս հրաշագեղ գիրքը, կարող ես ընթերցել։ Շնորհակալություն։ Տես կհավանես արդյոք։
Եկեք unboxing անենք եւ սա Օպա, իմ սիրելի ֆիզիկոս մտածել ինչպես Այնշտայնը։ Դերքս ֆիզիկայի պատմության հզորագույն մարդկանցից է, դու շատ լավ որ ամասին շատ են խոսում ու այսպես լավ գրքեր են գրում։ Շնորհակալ եմ շատ խաղին մասնակցության, ակտիվության հաճելի տրամադրություն ապահովելու համար։ Շնորհակալություն։ Սիրելի դիտողներ, այսպիսին էր այսօրվա Խելքի բլիցը, իսկ դուք չմոռանաք դիտել մեր մնացած բոլոր խաղերը, մեզ հետ միասին խաղալ էկրանից այն կողմ, իսկ եթե տանը նստած խաղալը այդքան էլ հետաքրքիր չէ, մեզ գրեք եւ միացեք տաղավարում, միասին կխաղանք Խելքի բլից։ Խելքի բլից, գիտենք որ գիտես, մնում է հասցնես։